Դատարան արգից օգտվելուց ուզում եմ մի հատ հարց բարձրացնեմ, որը դատարանի հետ է կապված։ Մեր սրբազան, որ Բազար Սրբազանի ծննդյան օրը մի փոքր, որը գաղտնի չի, մի փոքր այսպես, փոքր տորթա եկել դալիս, որ շնորհավորել են։ Հիմա այս տորթի հետ կապված այդ օրվանից դատարանում ենք հանդիպում ենք խոչընդոտների, հենց հիմա որ դալիճը ազատ է, մեր քաղաքացիներին չեն թողնում մտնել, մտնել ներս, արհեստական խոչընդոտներ ստեղծում եւ մի 15 րոպե առաջ դատարան մտնելուց առաջ արտարոց յուրահատուկ արտարոց դեպք եղավ, այս մի տարվա կամ այս 5 տարվա պայքարի մեջ շատ բաներ եմ տեսել, բայց որ արգելում էին այս ջուրը չմտնել դատարան, ես առաջ եւ պնդումն է նա, որ ասում են մենք որոշել ենք անվտանգությունից ելնելով չպետք է թողնենք։ Եթե այստեղ ամեն մեկը պետք է որոշի, դե այդքան էլ չի զարմացած ենք, բայց ամեն ինչ սպասում ենք այս երկրում, բայց որ ջուրը չպետք է թողնեն մտցնեն դատարանը, շատ ցավալի է։ Պատկերացրեք ինչ վիճակի մեջ է, որ արդեն ուզում են մեր ջուրը կտրեն, Ժողովուրդ ջան։ Շնորհակալություն։ Ուրեմն արգելի դատավարության մասնակիցներ, ես պատասխան եմ Արտուր Սարգսյանին։ Այդ կապակցությամբ որևէ բան եք ցանկանում։ Այդ կապակցությամբ ես ունեմ ասեմ, որ Սարգսյան Արտուրի ասածը խոչընդոտելու հետ կապված գալիս է նախորդ շաբաթվանից, նախորդ շաբաթ, երբ որ նիստի ինչ միջում արեցինք, դրանից հետո մարդկանց թույլ չեն տվել մտնել ներս, մարդիկ գալիս էին ուղղակի պատոհանի այն կողմից շնորհավորելու Սրբազանի տարեդարձ։ Երևի ինչ-որ ահաբեկչություն կար այդ տորթը ներս մտցնելու մեր չգիտեմ ինչ, մեծ սպառնացին կարգադրիչները, ասին հաջորդ նիստից կտենակ ինչա լինելու։ Ու այսօր եկանք չեն թույլ տալիս շիշը մտնի ներս, բայց մենք մտցրեցինք, մենք միևնույն է, եթե սա ճիշտ է, մենք անելու ենք։ Բայց ինչից հետո թույլ տվեցին սա մտնի ներս, երբ որ ասենք օրենքը ցույց տվեք, ինչի հիման վրա թույլ չեք տալիս սա մտնի ներս։ Հիմա շարունակում են նույն գործողություններն անել ու ընդեղից հրճվում են, որ իրանք կարեցան իբր ինչ-որ հաջողություն ունենալ։ Ուրեմն Ժողովուրդ, այս դույնը ընտրեմ։